Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերն է, ես Գառին Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Հերթական միջնորդությունը դատախազությունից կենտրոնական ընտրական հանձնաժողով հերթը Գագիկ Ծառուկյանինն է։ Խուզարկություն, դատական նիստեր, խափանման միջոցի փոփոխություններ, օրվա դատաիրավական քրոնիկոնը։ Մայրաքաղաքի պատերից մեկը մյուսի հետևից անհետանում են պատերազմներում զոհված հերոսների դիմանկարները, ով է որոշում կայացնողը։ Ադրբեջանցի պաշտոնյաները տեսակապով միացել են Երևանի փողոցներին, իբր իրենց հայրենիքն է, ադրբեջանագետ նահազանգ է հնչեցնում։ Երկու բևեռ, մեկ համեմատություն, Մեդվեդևն ու Կալասը նույն զուգահեռն են անցկացնում, ինչ կա դրա հետևում։ Օրը հագեցած էր դատական նիստերով, խոզարկությամբ և համապատասխան որոշումներով։ Դատարանը վերացրել է Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Նրա խափանման միջոցը հիմա բացակայելու արգելքն է։ Վերաքննիչ դատարանում այսօր Միքայել Սրբազանի գործի վերաբերյալ վերջին դատական նիստն էր։ Շիրակի թեմի առաջնորդի գործի առաջին ատյանի կայացրած դատավճիռը բեկանվեց։ Վարույթը փոխանցվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Ես ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Հիմա արդար եք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու՞։ Որովհետև չարտարացվեցի։ Տնային կալանքը փոխեցի, վերացրեցի։ Ավելի լավ էր պահել։ Ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայեմ։ Սրբազան ոնց հասկացա, ասեն կարող եք նաև պատարագում ասել, այո, դրա հետ կապված։ Այո, երևի թե հա։ Ինչպիսի զգացողություններ են լինելու առաջիկա կիրակին արդեն խորանին եք լինելու գալյասը։ Ես միշտ էլ եղել, արդեն վերջերս միշտ էլ եղել եմ եկեղեցում, այնպես որ նոր խորանին բարձրանալը կտեսնենք եւ կբարձրանանք։ Թեմակալ առաջնորդները ամեն կիրակի չեն պատարագում։ Դուք հնարավոր համարում եք, որ վեհապարին կկալանավորեն այս իշխանությունը։ Աստված մի արասը։ Եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը։ Ամբողջ հայ ժողովուրդը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի։ Դուք կշարունակեք քննադատել իշխանությունների։ Չէ, բաղդի շոյեմ, չէ, բրի գլուխները շոյեմ։ Չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտումներ որակվի։ Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է։ Իմ գոյությունը իրենց գաղափարին վնաս է։ Այստեղից հիմա ինչ եք պատրաստվում անել։ Հիմա պատրաստվում եմ թողեք, ուզում եմ գնալ Բագրատ Սրբազանի տեսնեմ։ Դատին։ Այո, չեք թողնում։ Հետո պիտի գնամ Էջմիածին վեհապարին տեսնեմ։ Միքայել Սրբազանը դատարանից դուրս գալուց անմիջապես հետո գնացել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում էր Բագրատ Սրբազանի և մյուսների գործի վերաբերյալ նիստը։ Փոխվել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ հետախույզ Արթուր Ավանեսյանի կանդազի խափանման միջոցը։ Դատարանը նրա կալանքը փոխարինել է տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Ավանեսյանի գործի վերաբերյալ առաջին դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդել էր կալանքը երկարաձգել ևս 3 ամսով, սակայն դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է միջնորդությունը։ Արթուր Ավանեսյանին կալանավորել էին ապրիլի 28-ին։ Սակայն Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ, վերաքննիչ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատախազությունը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ։ ԿԸՀ-ն ընդունել է միջնորդությունը։
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, սահմանվեց վարչական հսկողություն, խափանման միջոցը։ Վաղ առավոտյան իրավապահները սկսել էին խուզարկել Գյումրու ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տունը։ Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ խուզարկությունն իրականացնում է հակակոռուպցիոն կոմիտե։ Կոմիտեն էլ հայտնել է, որ խուզարկությունը Հայաստան դաշինքի համակիրների ընտրակաշարք տալու ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է։ Տնից ոչինչ չեն վերցրել, գտել ու արգրավել են տան անդամների բոլոր հեռախոսները։ Զարգություն եմ ավելի ուշ բանկը, ասեմ որ չկա։ Որ կոդի վարույթում կնեք։ Զարգություն է ստացել են, հաստատում են գործի։ Ներկայացրել են հակակոռուպցիոն է, չգիտեմ գործի։ Ինչ գործի շրջանակներում է։ Մնացածը կհասկանանք, կասեմ ձեզ։ Ինչ կարգավիճակ ունեք հիմա։ Ամեն ինչ լավ է, այս պահին ծանոթ չեմ կարգավիճակի հետ, ամեն ինչ լավ է, գնում ենք մինչև վերջ։ Փաստաբանական ներսում Չկա։ Կանչենք։ Ես եմ փաստաբան չեմ, խորհրդակցել եմ փաստաբանի հետ, ամեն ինչ նորմալ է։ Իսկ չեք հրավիրելու փաստաբանին ներս ներկայացնել։ Փաստաբան Արամ Վարդևանյանի պնդմամբ Հայաստանի վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած ակտով արձանագրել է, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած որոշ արտահայտություններ կարող էին ընկալվել այլ համատեքստում։ Ատելության խոսքի հետ կապված շատ հետաքրքիր գնահատականներ լսել ենք այս ընթացքում։ Իհարկե ատելության խոսք տարածողը, թիվ 1 պատասխանատուն եւ մեղավորը եղել է քաղաքացիական պայմանագիրը, իդեմս իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Շատերը ձեզանից տեղեկացված չեն, որ նշված հարցը հանդիսացել էր վարչական դատարանում քննության ենթակա հանգամանք։ Շատերը տեղեկացված չեն, թե ինչ դիրքորոշում է արտահայտել վարչական դատարանը նշված արտահայտությունների բառամթերքի վերաբերյալ։ Ուզում եմ պարզապես մի քանի շեշտադրումը այսօր ներկայացնել հանրությանը, որը ավելի մանրակրկիտ կներկայացվի Սահմանադրական դատարանը։ Ըստ վարչական դատարանի համապատասխան դատական ակտի, այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել էր, որ այն պարզապես սուր քաղաքական խոսույթ է։ Երկրորդը, Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ եւ առողջ ընտրական միջավայրի հետ։ Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ սա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է։ Իսկ քաղաքացիական պայմանագիրն արդեն կառավարության կաբինետների թեկնածուներին է ընտրում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ազգային ժողովի նախագահի թեկնածու են ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Հիշեցնեմ, որ ընդդիմադիր ուժերի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները, որոնցով պահանջում են անվավեր ճանաչել ընտրության արդյունքը, կքննեն վաղը։ Գործադիրի օրակարգում բազմաթիվ հարցեր կային ներքաղաքականից արտաքին դիվանագիտական։ Կառավարության նիստում անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման շուրջ ստեղծված խնդիրներին, Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում այս հարցի շուրջ լուրջ քննարկում սկսելու անհրաժեշտություն կա։ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, եւ ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու, որովհետեւ իհարկե ես նաեւ մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրի հետ կապված կարող ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի այդպես մի օր արթնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։
Փաշինյանը նաև անդրադարձել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին։ Փաշինյանի խոսքով ֆոն դեր Լայենի այցի կարևոր հարցերից մեկը գյուղատնտեսական ապրանքների հեշտացված մուտքն է ԵՄ։ Վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Երբ նույն երկրի անունը սկսում է միաժամանակ հնչել թե Մոսկվայի, թե Բրյուսելի քաղաքական գնահատականներում, դա արդեն պարզապես դիվանագիտական զուգադիպություն չէ։ Վերջին օրերին Հայաստանը կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական համեմատությունների կենտրոնում, կրկին Մոլդովայի հետ։ Մինչ ռուսական կողմը դա ներկայացնում է որպես արևմուտքի ազդեցության խորացման օրինակ, եվրոպացի պաշտոնյաները խոսում են նման մարտահրավերների եւ բարեփոխումների ճանապարհի մասին։ Ինչու են հակադիր բևեռները նույն զուգահեռը տանում եւ ինչ քաղաքական ուղերձներ են թաքնված այդ համեմատությունների հետևում, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան մեկ շարքում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարեց, որ այս երկրները շարժվում են նույն ճանապարհով, նրանց իշխանություններին անվանելով արևմուտքի քաղաքականությունը սպասարկող խամաճիկ ռեժիմներ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ իր գործողություններում որպես հարվածային գործիք օգտագործում է մարիոնետ ռեժիմներին։ Այդպես եղավ Վրաստանի դեպքում, այդպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ այդ երկիրը 2014 թվականին վերածվեց ռուսափյատության օջախի։ Նույնը հիմա կատարվում է Մոլդովայի եւ նույնիսկ ցավոք Հայաստանի հետ։ Հայաստանին Մոլդովայի հետ հաճախ է համեմատում նաև Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նշում, լավ կլինի, որ Հայաստանն էլ գործարկի նույն էներգետիկ քաղաքականությունը։ Նախընտրական փուլում էլ հայտարարում էր նույն պայքարը հիբրիդային պատերազմի դեմ։ Կալասի նմանատիպ հայտարարություններից մեկը դեռ 2025 թվականի դեկտեմբերին էր հնչել։ Ռուսաստանն ու իր արբանյակներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել նման ազդեցություններին։ Ինչու են աշխարհաքաղաքական երկու խոշոր կենտրոններ Հայաստանը համեմատում Մոլդովայի հետ, որոնք են դրական ու բացասական կողմերը։ Իշխող ուժից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ չկարողացանք խոսել։ Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի խոսքով Հայաստանը երկու առանցքային հայտարարություն է արել. շարժում դեպի Եվրամիություն եւ բանակի արդիականացում, ՔՊԻ որակմամբ ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Դա նշանակում է, որ Հայաստանը, ճիշտ իշխանությունները Հայաստանի ըստ էության ընտրել են երկրի կազմաքանդման կամ ապամոնտաժման այն տեսլականը, որը մենք դիտում ենք այսօր Ուկրաինան չեմ ուզում ծայրահեղություն, այնտեղ ներսլավոնական նաև խնդիրներ կան, բայց օրինակ եթե Մոլդովան վերցնում են, գրեթե մեկին մեկ է։ Այստեղ պետք է շեշտել հետևյալը, որ շատ հետաքրքիր մի ասացված կա հայերեն, ոչ մեկին չեմ ակնարկում, բայց այնուամենայնիվ սատանի մայլ են, քանդրբազություն չեն անում։ Հայաստանը գերտերությունների բախման վայր է դարձնում գործող իշխանությունը, նշում է Աբովյանը։ Մոլդովայի նախագահն, Մայա Սանդուն, ասում է հետևյալը, որ իրենք չեն կարողանում դիմակայել վտանգներին հյուսիսից, ակնարկելով Ռուսաստանին եւ այդ պատճառով պետք է ապամոնտաժեն եւ կազմաքանդեն Մոլդովան եւ Մոլդովան պետք է մտնի Ռումինիայի կազմ։ Ռումինիայում իր հերթին ռումինական պարլամենտում կուսակցություններից մեկը օրինագիծ է բերել, որը արդեն իսկ ընդունվել է, համաձայն որի Ռումինիայի ղեկավարությունը սկսում է գործընթաց Մոլդովային կլանելու։ Ընդ որում այս process-ը ինքը զուգահեռ երկու կողմից էլ գնում է, իշխանությունների մասին է խոսքը գնում։ Եվ այսօր տեսնում ենք, որ ընտրությանը հաղթած Մոլդովայում ղեկավարը, որը հաղթել էր հակառուսական եւ ռուսոֆոբական թեզերի շուրջ, այսօր կազմաքանդում է Մոլդովան։ Գլոբալ ծրագիրը, որ գործարկվել է նաև Վրաստանում, կասեցվել է վրացամետ իշխանության շնորհիվ, նշում է Աբովյանը։ Նրա որակմամբ մաստեր կլաս է ցույց տալիս հիմա Վրաստանը թե Ուկրաինային, թե Մոլդովային եւ արդեն Հայաստանին։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով Մոսկվան Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերը շարունակում է դիտարկել ոչ թե առանձին որոշումների, այլ տարածաշրջանում արևմուտքի ազդեցության ընդլայնման ընդհանուր գործընթացի շրջանակում։ Այս ռետորաբանությունը կմնա միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում, թե կվերածվի ավելի կոնկրետ քայլերի, ցույց կտան հայ-ռուսական հարաբերությունների առաջիկա զարգացումները։ Անիա Բախյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ Ռուսաստանի Դաշնության ու Արևմուտքի միջև ընտրություն կայացնելուն զուգահեռ պաշտոնական Երևանը զբաղվում է նաև խաղաղության օրակարգի հարցերով, որը հետաքրքրում է նաև տարածաշրջանի մյուս երկրների։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Մամեդովը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները և խաղաղության օրակարգը։ Նրանք ընդգծել են խաղաղության գործընթացն ավարտելու, պարտավորությունները ժամանակին կատարելու և փոխադարձ վստահությունն ամրապնդելու համար առկա հնարավորությունները գործածելու կարևորությունը։ Սակայն Բաքուն մի կողմից ընդգծում է խաղաղության կարևորությունը, մյուս կողմից ներկայացնում տարածքային հավակնություններ։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրել է, որ Ադրբեջանի պետական ազերթաջ գործակալության կայքում օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված փառատոնի ընթացքում տեսանյութ է հրապարակվել։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առջև և տեսակապով միացել Երևանի փողոցներին, իբր իրենց հայրենիքն է։ Իսկ Երևանում պայքար է գնում սեփական հերոսների նկարների և Արցախի դրոշի դեմ։ Մի քանի օր է հանրային քննարկումների կենտրոնում են հայտնվել պատերազմներում զոհված զինծառայողների դիմանկարների և Արցախի խորհրդանիշների շուրջ տեղի ունեցող փոփոխությունները։ Ոմանք դրանք ներկայացնում են որպես քաղաքային միջավայրի կարգավորման գործընթաց, մյուսները որպես հիշողության և արժեհամակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Իսկ զոհվածների ընտանիքները փորձում են հասկանալ, ինչու են իրենց որդիների պատկերները անհետանում քաղաքի պատերից։ Սեդա Մակարյանն է անդրադարձել խնդրին։ Ես շատ եմ ուզում ուղղակի նայեմ նրան, ում ձեռքը բարձրացել է, այդ տղաների նկարները մաքրել է, այն նայեմ իր աչքերին ու ասեմ, դու գիտես այդ երեխեքը, նու կոնկրետ իմ երեխան ինչի միջով է անցել։ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրն ուզում է տեսնել այն մարդկանց, ովքեր քերելով մաքրում են մայրաքաղաքի տարբեր անկյուններում պատկերված ապրիլյան ու 44-օրյա պատերազմներում զոհված տղաների դիմանկարները, որոնք նկարել են տարբեր նկարիչներ տարբեր տարիներին։ Իր որդու դիմանկարը պետական տնտեսագիտական համալսարանին հարակից գետնանցման պատերից մեկի վրա էր նկարված։ Ուրիշ ոչ մի բան իրանք չեն տեսնում, թափած սալիկները չեն տեսնում, աղբը չեն տեսնում, մնացած այն անշնոր կանճորի նկարները չեն տեսնում, գոյողաջրերը, որ փողոցով գնում են, չեն տեսնում, ոչինչ չեն տեսնում, մենակ այս տղաների նկարներն են անում։ Սա արվում է նրա համար, որ հետագա սերունդը չտեսնի, չիմանա, չհարցնի, չհետաքրքրվի, չճանաչի, որպեսզի հետս հետ է հիշողության մեջից երեխաների հիշողության, մարդկանց հիշողության մեջից դա ջնջեն։ Զարմանում է Տիկին Աննան, ինչու քաղաքի այլ ավելի խորքային խնդիրները թողել, սկսել են տղաների դիմանկարներից։ Միայն Հայկազի նկարը չէ, որ հեռացրել են։ ԵՊՀ-ի պատերից էլ ջնջել են ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Կուրֆանյանի դիմանկարները։ Ամենակարևորը, որ իրանց խանգարում էր, սա էր։ Նկարներն էին տղաների։ Քաղաքապետարանից ասում են նման նկարների համար թույլտվություններ են պետք, իսկ մաքրման աշխատանքները շին բարեկարգման շրջանակում են արվում։ Ես գիտեմ իրանք ինչպես են մեկնաբանելով, որ թույլտվություն չունեն, հավանաբար այդպես են ասելու, իսկ այդ թույլտվությունը մեզանից վերցրել էին, որ մեր տղաներին տարել են, սպանել են։ Ինձանից ոչ ոք թույլտվություն չի վերցրել։ Հիմա ինձանից իրանք գիտեն ինչի միջով են անցել այդ տղաները, ինչ գին են վճարել, այդ գինը վճարածի գինը իրանք գիտեն ինչ է։ Իսկ ինչու է քաղաքապետարանը մաքրել Հայկազի նկարը, իսկ ճիշտ դիմացի պատի անճոռնի պատկերները, անիմաստ գրառումներն ու կիսապատրված թղթերը դեռ իրենց տեղերում են։ Չէ որ աշխատանքներն իրականացվում են շին բարեկարգման նպատակով։ Քաղաքապետարանից վստահեցնում են դրանք եւս ժամանակի ընթացքում կմաքրվեն։ Ջնջում են այն տղերքի նկարները, ում շնորհիվ սրանք այսօր պայմանական Հայաստանում, իրանք պայմանական, ոչ թե Հայաստանը, փառք Աստծո, իրենք փորձում են իրենց իշխանությունը պահպանել։
Կամ վերցնենք այլ օրինակ նույն Արցախի դրոշի դեմ կռիվը։ Մենք եկեք ֆիքսենք, Արցախի դրոշի դեմ կռվում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը եւ Էրդողանը, վերջ, էլ կռվող աշխարհում չկա։ Հանրային դժգոհությունը սակայն միայն դիմանկարների հետ կապված չէ։ Վերջին օրերին քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշի պատմությունը։ 2022 թվականից այնտեղ ծածանվող դրոշը ըստ տարածված տեղեկությունների հեռացվել է քաղաքապետարանի հանձնարարությամբ։ Քաղաքացիները նույն օրը վերականգնել են այն, սակայն հաջորդ առավոտյան դրոշը կրկին անհետացել է։ Երեկոյան այն նորից տեղադրելու փորձի ժամանակ երկու երիտասարդ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Մեր հարցերին, թե արդյոք հենց քաղաքապետարանն է հեռացրել Արցախի դրոշը եւ ինչ հիմնավորմամբ ամբողջ օրվա ընթացքում պատասխան չստացանք։ Խնդիրը նույնիսկ մեր նահատակված եղբայրները չեն։ Խնդիրը դա չի, խնդիրը ավելի գլոբալ է։ Երբ որ դու զրկում ես մարդուն ինքնությունից, դու մարդուն անասնացնում ես, animal step է կոչվում։ Եվ այդ animal step-ի, այսինքն կենդանու քայլ անելուց, երբ որ դու զրկում ես էթնոքաղաքական միավորին այն կարևորագույն ինքնության էլեմենտներից, ապա դու իրան սպանդի ես նախապատրաստում։ Նույնը անում էին օրինակ նացիստները համակենտրոնացման ճամբարներում, երբ որ մարդկանց զրկում էին ինքնությունից եւ համար էին դաջում ձեռքի վրա։ Քաղաքապետարանը խոսում է բարեկարգման եւ թույլտվությունների մասին, սակայն զոհված զինվորների հարազատները եւ մի շարք քաղաքացիներ համոզված չեն, որ խնդիրը միայն վարչական ընթացակարգերի մասին է։ Թե ինչ սկզբունքով են հեռացվում պատերազմների հերոսների դիմանկարները եւ արդյոք քաղաքապետարանն առնչություն ունի Արցախի դրոշի հեռացման հետ, մեր հարցերն առայժմ անպատասխան են մնացել։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գլենդելի քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատել է Ռոբերտ Ուիլյամի նշանակումը քաղաքի ոստիկանապետի պաշտոնում։ Այսպիսով նա դարձել է քաղաքի պատմության առաջին հայ ոստիկանապետը։ Ուիլյամն ավելի քան 24 տարի ծառայել է քաղաքի ոստիկանական համակարգում, իսկ 2025 թվականի դեկտեմբերից եղել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իր կարիերայի ընթացքում նա զբաղեցրել է օպերատիվ, քննչական, վարչական եւ ղեկավար պաշտոններ, ձեռք բերելով խոհեմ առաջնորդի համբավ։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ազգային ակադեմիայի եւ ոստիկանության բարձրագույն կառավարման ինստիտուտի շրջանավարտ Ուիլյամն ունի քրեական արդարադատության կառավարման բակալավրի աստիճան եւ հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։ Հայրը ասորի եւ հայ է, իսկ մայրը հայ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք վաղը առավոտյան ժամին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։